Տարիներ շարունակ դերասանուհի Տաթևիկ Ադումյանը ակտիվ գործունեություն է ծավալում։ Նրա մասնակցությամբ տարբեր հեռուստասերիալներ բոլոր ժամանակներում եղել են ամենադիտվածն ու պահանջվածը։ Վերջին ամիսների ընթացքում քննարկվում է նաև դերասանուհու անձնական կյանքը և սկանդալային ամուսնալուծությունը։ Ամիսներ առաջ Տաթևիկը ինստագրամյան հարթակում հայտնեց բաժանման մասին։ 13 տարի ամուսնությունից հետո Տաթևիկն ու Խաչատուրը որոշում կայացրին բաժանության, իսկ պատճառը ամուսնու դավաճանությունն էր։ Տաթևիկն այդ օրվանից էմոցիոնալ է և շատ հուզական, նրա հրապարակումներն էլ մեծ տարածում են գտնում սոցիալական հարթակներում։ Ժամեր առաջ դերասանուհին նոր ցավալի լուր է հայտնել։ Նա հրապարակել է տատիկի արխիվային լուսանկարներն ու հայտնել նրա մահվան մասին։ Հայտարարություն. Ռուզաննա Գևորգյանի հոգեհանգիստը, պանիխիդան տեղի կունենա նոյեմբերի 1-ին, շաբաթ օրը ժամը 18:00-ին, Լյու Արսը քո սրահում։ Թաղման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին, կիրակի օրը 14:00-ին։ Այդ մասին Տաթևիկը հայտնել է սոցիալական հարթակներում։ Star News-ը ցավակցում է դերասանուհուն և նրա ողջ ընտանիքին։ Ձեզ ենք ներկայացնում այն լուսանկարները, որոնք հրապարակել էր Տաթևը Stories բաժնում։ Իսկ մեզ մնում է հավելել, որ ընդամենն ամիսներ առաջ դերասանուհի Տաթևիկ Ադումյանը իր սոցիալական էջերում հայտնեց ամուսնալուծության մասին։ 13 տարվա համատեղ կյանքից հետո Տաթևիկն ու Խաչատուրը որոշում են կայացրել ամուսնալուծության, իսկ պատճառը ըստ Տաթևիկի ակնարկների դավաճանությունն է։ Դերասանուհին դեռևս այլ մանրամասներ չի ներկայացրել։ Տաթևիկ Ադումյանը հաճախ է իր ինստագրամյան էջում տարբեր հրապարակումներ անում։ Հերթական լուսանկարին կից Տաթևը գրել էր հետևյալը. «Այսօրվա ասելիքս մի փոքր տարբերվում է։ Ոմանք կմտածեն, որ նկարի հետ այդքան էլ կապված չէ, բայց վերհիշեցի այդ ակնթարթը ու տվյալ պահի զգացողությունը։ Պատմությունը, անձի ու հասարակության պատմությունները սովորաբար այս մասին լռում են, հատկապես սոցիալական ցանցերում, հատկապես հանրության պահանջների և ճնշումների ներքո, հատկապես երբ կնոջից ակնկալում են, որ նա պետք է գեղեցիկ լինի, խելացի, միաժամանակ նաև ուժեղ ու ինքնավստահ, անպայման հաջողության հասնի, իդեալական բալանս գտնի, չունենա վախեր կամ առնվազն թաքցնի դրանք, և այդպես շարունակ»։ 7 երեխաների մայր, New York Times-ի 4 բեսթսելլերների հեղինակ Էն Վոսկամփը այդ զգացողությունը հետևյալ կերպ է նկարագրել. «Աշխարհում բավական շատ են կանայք, ովքեր ապրում են քողարկելով սեփական անապահովության զգացումը։ Աշխարհին անհրաժեշտ են սեփական խոցելությունն ընդունելու քաջություն ունեցող կանայք»։ Լուսանկարին կից գրել էր Տաթևը։ Մեկ այլ գրառմամբ Տաթևը հետևյալն էր ասել. «Պլաններ, պլաններ, պլաններ։ Միշտ պլաններ ենք կազմում, ամեն ինչ թողնելով վաղվա օրվան։ Հաճախ ավելի կարևորն ու ամենակարևորն ենք թողնում վաղվա վրա։ Այդպես էլ մոռանալով ապրել, մտածելով, որ կհասցնենք, դեռ ժամանակ կա, շատ կա։ Հաջորդ անգամ այդ երկար սպասված բանը անպայման կանեմ։ Եվ այդ վաղվա օրը արագ դառնում է այսօր, և պլանները կրկին մնում են վաղվա օրվան։ Հաճախ եմ ինքս այդպես վարվել, շատ կարևոր բաներ եմ հետաձգել, երբեմն դա արել եմ ինչ-որ լուրջ հարցեր հետաձգելով ևս 1 տարով կամ 1.5 տարով, հերթական պայմանագրի ժամկետով։ Նկատած կլինեք, որ տևական ժամանակ է ինչ կյանքն ավելի շատ եմ վայելում։ Կրկնվող աշխատանքային օրերին փոխարինել են նոր ճանապարհները, նոր տեսարաններն ու մշակույթները, ինքնակրթումը և հոգևոր զարգացումը։ Եվ ամեն անգամ ճանապարհ գնալիս ներքին ձայնս ինձ հիշեցնում է, որ պետք է չմոռանամ այս օրը, պետք է չմոռանամ դեպի վեր ավելի բարձր թռչելու արժեքը»։ Հետգրություն. Իրականում վաղուց էի երազում վայրի բնության գրկում առանց սիքյուրիթիի և սթաֆի մոլեգնող օվկիանոսի ափին վայրի բնությանը շատ մոտ մի քանի օր անցկացնելու մասին, կոմֆորտի մասին մտածել այս իրավիճակում տեղին չէր լինի։ Ես դա արեցի։ Հրապարակմանը կից գրել էր
Տաթևը։ Ինչպես արդեն նշեցինք, Տաթևի Կադումյանը վերջին շրջանում շատ է ճանապարհորդում։ Հերթական Բալի այցի ժամանակ դերասանուհին այսպիսի գրառում էր արել. «Շատ էի լսել Բալիի մասին, որ գեղեցիկ է, հանգիստ, իր տեսակի մեջ միակն է, որ բնակիչները տարբերվում են ու շատ, որ ազգերը և կրոններն այստեղ ներդաշնակ են, որ օվկիանոսի ուժն է այստեղ իշխում, որ աստվածների կղզին է, որ մարդը իսկապես կարողանում է գտնել հոգու բալանսը և շատ այլ պատմություններ։ Միգուցե դեռ չեմ հասկացել, թե ինչն է այս ամենի գաղտնիքը, ինչու հենց այս կղզում և ինչու հենց այս ջունգլիներում։ Կղզի է, բազմերանգ ջունգլիներով պատված, անծայրածիր օվկիանոսով շրջապատված, օվկիանոս, որն անգամ փոթորկված ժամանակ անասելի վստահ է իր ամենակարող ուժի վրա։ Չեմ հիշում այցելածս որևէ այլ վայր, որտեղ այսքան հարգեն անհատին, լինեն բարի, հյուրընկալ, ոչ կոնֆլիկտային, ունենան հումոր ու քթածակ, բայց ոչ ավելորդ ամբիցիաներ։ Փորձել եմ պատկերացնել իրենց կոնֆլիկտը, վեճը, բայց խոստովանում եմ, անգամ իմ հարուստ երևակայության պարագայում չեմ կարողացել։ Բնության հետ նրանք շատ ներդաշնակ են ապրում։ Սիրում են ասել, եթե դու իրեն չանհանգստացնես, ինքն էլ քեզ չի դիպչի։ Միգուցե ճիշտ են։ Այսօր վայրի կենդանիների մասին էի կարդում։ Իմացա, որ բնության մեջ բազեի մի տեսակ կա, որը 300 կմ/ժ արագությամբ է թռչում, բայց ազատ անկման ժամանակ միայն։ Հիմա մտածում եմ, երևի յուրաքանչյուր անհատ այդ ազատ թռիչքի ժամանակ միայն կարող է իր առավելագույն արագությանը հասնել։ Վերադառնալով այս անզուգական կղզուն և մտորումներիս, պատճառները դեռ չեմ գտել, բայց այստեղ ստացվում է հոգու ու մտքի խաղաղ վիճակի հասնել, մի բան, որը այլ տեղերում չեմ զգացել։ Շատ բաներ այլ աչքերով եմ կարողանում այստեղ տեսնել, զգալ, որ աղմկոտ ու փոշոտ քաղաքում մեծացածներս միգուցե չունենք այս հնարավորությունը, որ մի այլ բնական միջավայրի դեպքում միգուցե ավելի ուժեղ լինեինք։ Չգիտեմ, դեռ մտածում եմ։ Մտքեր, բայց հոգին երևի մտքից ուժեղ է երբեմն։ Միտքը թափառում է, փնտրում է, իսկ հոգին այդ նույն ժամանակ ազատ է ճախրում։ Երևի թե մի անհասկանալի պատճառ կա, ինչու մարդիկ այլ կերպ են արտաբերում այս կղզու անվանումը։ Շատերը թերևս գիտեն, որ ես յուրահատուկ կապ եմ զգում բնության հետ, սիրում եմ այն առանց պայմանների ու պատճառների։ Կյանքի այս փուլում ինձ երևի հենց այս ճամփորդությունը պետք էր, մի քանի կարևոր բան ավելի լավ հասկանալու և անմիջականորեն զգալու համար։ Շնորհակալություն, Բալի։ Լուսանկարներին կից գրել էր դերասանուհին։